շրջանային հարաբերությունների եւ հատկապես քաղաքացիական վերաբերյալ եւ նաեւ ձեր խոսքում իշխանական նշեցիք, որ ժողովրդի նաեւ մտածում է առաջարկում, քանի որ կանխիչը հանրությունման հիասթափված է, ինչպես է հավատացել, որ այսպես ասած դուք ուրիշ եք դեպք ստացվում, քանի որ շատերը որ դաշտին հավատացում։ Տեսեք, սկսեմ վերջից, հետո գամ սկզբին, հա։ Ես կարծում եմ, որ ցանկացած քաղաքական ուժի մասին կարծիքը պետք է ձևավորվի առաջին հերթին իր եւ իր անդամների արկա հետագծով։ Դա ոչ թե մենք պետք է գանք փորձենք խոսքով ապացուցել, այլև դուք եւ մեր քաղաքացիները պետք է նայեն ինչ ենք մենք արել որպես ուժ, որտեղ մենք հիմա նոր ենք դառնում քաղաքական ուժ, բայց ինչ ենք մենք արել որպես քաղաքացիական ուժ, որն է մեր հետագիծը, որն է եղել մեր դիրքորոշումը տարբեր բարդ իրավիճակներում, ինչպես ենք մենք մեզ դրսևորել, դա առաջին մասն է։ Եվ երկրորդը, ինչպես են իրենց դրսևորել մեր անդամները։ Այն մարդիկ, որոնք այսօր կանգնած են ձեր առջև, այն մարդիկ, որոնք այսօր շատերը նստած են դահլիճում մեր թիմի անդամներն են, այդ մարդիկ ինչպիսի հետագիծ ունեն, ինչպիսի կեցագրություն ունեն, ինչպիսի հաջողության պատմություն ունեն, ինչպիսի անձնական նկարագիր ունեն եւ այլն։ Մենք իդեպ լավ միտք եք տալի, մենք սկսենք հրապարակել մեր կենսագրությունները, որովհետեւ մարդիկ հասկանան ի վերջո ում հետ իրանք գործ ունեն եւ համեմատություն անեն։ Տարբերություն կա այն մարդկանց, որոնք 20, 25, 30 երբեմն տարվա պրոֆեսիոնալ հաջողության պատմություն ունեն եւ այն մարդկանց միջև, որոնց առաջի աշխատանքային փորձը եղել է փոխնախարարը։ Եվ մինչև այդ իրանք եղել են ինչ-որ միտեղ ուսանող, ասենք թե։ Հսկայական է տարբերությունը։ Ես կարծում եմ մենք այդ տարբերությունը հստակ կդրսևորենք։ Հիմա այն ինչ վերաբերում է տարածաշրջանային քաղաքականությանը մի քիչ ավելի մանրամասն։ Տեսեք, մենք մշտապես ունեցել ենք մի քանի կարևոր գործընկերներ։ Դա եղել է Ռուսաստանի Դաշնությունը, Եվրոպական միությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Վերջի տարիների ընթացքում Ասիայում տեղի ունեցող բուռն զարգացումների շնորհիվ նաև մեր տարածաշրջանում իրեն շահերն են սկսել դրսևորել Չինաստանը եւ Հնդկաստանը։ Ուստի մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության շահը պահանջում է, որովհետեւ մենք բոլոր այդ 5 ազդեցության կենտրոնների, ինչպես նաև ռեգիոնալ ուժեր, ինչպեսին է հետևենք օրինակ Իրանի Իսլամական Հանրապետությունը, Սաուդյան Արաբիան, նույնիսկ Թուրքիան կարելի ասել, իրանց հետ կառուցենք մեր հարաբերությունները, ինչպես արդեն նշեցի, շահերի համադրման ճանապարհով։ Հիմա դեպքեր կան, երբ որ շահերի համադրումը հեշտ չի, որովհետև ուժային կենտրոնները իրար հետ հակամարտության մեջ են։ Օրինակ բավական սուր հակասություններ կան ակնհայտորեն Միացյալ Նահանգների եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև, կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջև, կամ Եվրոպական միության եւ Ռուսաստանի Դաշնության միջև։ Դա մեր համար հավելյալ բարդություն է ստեղծում։ Բայց նաեւ կա այնպիսի փորձ տարբեր երկրների եւ որոնցից մեջ ամենաուսանելին թերևս մեր հարևան ողերի հարևան Թուրքիայի փորձն է, որը կարողանում է ուժային կենտրոնների հետ արդյունավետ աշխատել մշտապես իր տեսադաշտում ունենալով սեփական շահեր։ Թուրքիան դա կարողանում է, որովհետև ինքը ուժի կենտրոնն է, որովհետև ինքը հասկանում է, որտեղ կարող է պրոյեկտել իր ուժը եւ որտեղ կարող է իր ուժը արդյունավետ կերպով մեղմ ասած մատուցել ուրիշ ուժային կենտրոններին եւ արդյունավետ գործարքներ կնքել։ Մենք պետք է կարողանանք գիտակցենք այդ ռազմավարական մոտեցումը, գնանք այդ ճանապարհով։ Երբևիցե այլևս Հայաստանի Հանրապետությունը չպետք է դառնա մեկ ուժային կենտրոնի կցորդը։ Մենք հասկացանք, որ պատմությունը ցույց է տալի, որ դա մեր շահերի դեմ է, որովհետև եթե մենք ինչ-որ մեկի կցորդն ենք, այդ ինչ-որ մեկը ինչ-որ պահի իր խորքային շահերի ձեռներով կարող է մեր շահերը զոհաբերի։ Ուստի մենք պետք է կարողանանք կառուցել շահերի ավելի բազմաբևեռ համակարգ, դա է մեր մոտեցումը։